Ողջունում եմ բոլորին, հուսամ լավ եք հայր ջան։ Ինչպես խոստացել էի ժամը 8-ին, օգոստոսի 23-ին կիրակի օրը միանամ եւ խոսեմ փաստերով։ Բայց առաջուց ես կուզենայի խոսենք մեր շատ սիրելի ճակերտավոր ընդդիմության մասին, հա։ Ուրեմն շատ սիրելի ճակերտավոր ընդդիմություն։ Շատ ուշադիր լսեք, թե ես ինչ եմ ասում եւ ձեր ակաշներին օղարեք։ Կլինի ավականու անդամներ, թե ուժեղ Հայաստան դաշինք, որ գծից ուզումա լինի, սսկվեք նստեք տեղներդ, ոչ մեկ ինձ մի գրեք, մի սրտաշահեք, թե մենք, իմ առաջի պայքարը, իմ առաջի կռիվը ձեր քաղաքական դեմը, նախկին իշխանության և Ռուսաստանի գործակալների դեմը, որ հեռանաք քաղաքական դաշտից ընդմիշտ, կներեք հայր ջան, մի փոքր այսպես լարված վիճակ է, իսկ հիմա վերադառնանք փաստերին եւ խոսենք այն ամենի մասին, ինչը որ երեք բարձրացանվեց եւ իհարկե վաղը այս ամենին ընթացք տալու պահանջով։ Տեսեք, այս ամենը սկսվեց 23 թվականին օգոստոսի 1-ին, երբ որ ես ընդունվեցի քաղաքապետարան շին բարեկարգման վարչությունում որպես ինժեներ։ Եվ հոկտեմբեր ամսին ինձ փոխանցվեց մի շին հրապարակ, որը որ նախկինում անվանվում էր 11 պոլիկլինիկա, իսկ հիմա նոր Արաբկիր առողջական կենտրոն։ Սա փաստերից մեկն է, շին հրապարակներից մեկը, բայց այսօր կխոսանք սրա մասին եւ հետագայում տեսնենք, թե ինչ ընթացք եւ ինչ առաջ խաղացում կա, հա, արդյունք կա։ Եվ այդտեղ լինելով ծավալաթերթ, որ ես պետք է գնայի շին հրապարակ եւ ստուգեի աշխատանքները, որը որ մոտ 50%-ով արդեն արված էր, ես նկատեցի ծավալաթերթում օթորակիչների քանակ։ Ծավալաթերթում նշված էր օթորակիչները Fujitsu ֆիրմայի դրսի բլոկը, այսպես ձեզի ցույց տամ, դրսի բլոկը 750,000 դրամ, իսկ ներսի բլոկը, դա էլ ցույց տամ մոտիկից ձեզ, այսպես 450,000 դրամ։ Ընդհանուր երկուսը իրար հետ կազմում է, եւ այնտեղ բլոկներ էլի կան 800,000 դրամանոց, մոտ 4 կտոր։ Ընդհանուր ներսի եւ դրսի բլոկները կազմում են 1,200,000 դրամ։ Fujitsu ֆիրմայի, բայց շատ կարևոր, կողքը ավելացված էր կամ համարժեք։ Եվ այդպես 100-ից ավել կտոր։ Եվ տեսնում եմ, որ շինարարը տեղադրել է Media ֆիրմայի օթորակիչներ։ Ես հետաքրքրվում եմ սոցկայքերում, նայում եմ, հա, թե Media ֆիրման ինչ արժի, այդ ժամանակ մոտ այդ պարամետրերով, հա, այդ տեխնիկական բնույթով Media ֆիրմային ներսի եւ դրսի բլոկը իրար հետ կազմում էին մոտ 110-ից 130, 140,000 դրամ։ Երկուսը իրար հետ։ Եվ չհամաձայնվելով այդ փաստին մոտեցա մեր վարչության պետին, ասեցի այսպես, տված է ծավալաթերթում Fujitsu ֆիրմա, բայց շինարարը տեղադրել է Media ֆիրմա։ Իհարկե շեշտելով, որ կամ համարժեք։ Քանի որ այդ ժամանակ ես շատ հմուտ չէի աշխատանքի վերաբերյալ, վարչության պետը ասեց, որ կամ համարժեքը դա ֆինանսականին չի վերաբերվում, դա տեխնիկական բնույթին է վերաբերվում։ Եթե տված է սենյակին 2 կիլովատանոց օթորակիչ, շինարարը դնում է 2 կիլովատանոց օթորակիչ։ Այդտեղ արդեն ֆիրման կապ չունի։ Չնայած ես հետո պարզեցի, որ ֆիրման կարող է կապ չունենալ, բայց եւ որակը եւ բանը այդ վոլտը կիլովատերը պետք է համապատասխանի։ Իհարկե Fujitsu ֆիրման եւ Media ֆիրման մենք չեն կարող համեմատել։ Այսինքն
եթե մեկ կոմպլեկտին տված է եղել 1.200.000, իսկ շինարարը տեղադրել է 120.000 դրամով, այսինքն ծախսելով դրա 10%-ը, կներեք, էլ փողերի լվացում այդտեղ էլ ոնց է լինում։ Եվ ընդհանուր արժեքը ասեմ ձեզ։ Հետո եղավ իհարկե համադրում եղավ Հայեր ջան, դեկտեմբերի 25-ին։ Ես այդտեղ նաև շեշտեմ, որ կարողացա 16 միլիոն, եթե չեմ սխալվում, տնտեսում տամ, քանի որ շինարարը այնտեղ մի փոքր գլուխ կովեց, հա, ասես Տիգրան ջան, ես տեղ կա տված է եղել 2 կիլովատանոց օթորակիչ, ես տեղադրել եմ 2.2, ավելի հզորը։ Ասեցի հոп, եթե չի համապատասխանում նախագծին, ես նոր արժեք կուզենամ նախագծողից արդեն մեդիա ֆիրմայի գնով, արժեքով։ Նախագծողը ինձ տալիս է այդ չհամապատասխանող օթորակիչների նոր գինը եւ այդտեղ ես կարողանում եմ մոտ 16 միլիոն տնտեսում տամ այդ աշխատանքների վրա։ Եվ ընդհանուր արժեքը այս 88 կտորը, որ արդեն համաձայնագրով հաստատվում է, որ պետք է վճարվի շինարարին 88 կտորին, ընդհանուր արժեքը կազմում է 48 միլիոն 200.000 դրամ, որը որ շինարարը ծախսել է ըստ իմ հաշվարկի 6.6 միլիոն դրամ, այսինքն մոտ 42 միլիոն, 41 միլիոն հոդսա ցնդել։ Չկա այդ գումարը, ումա գնացել շինարարին, թե ինչ-որ X-ին։ Ես սկզբից նաև ասեմ, Հայեր ջան, ես ոչ մեկին չեմ մեղադրում։ Ես փաստերն եմ ներկայացնում։ Մեղադրողը դա օրինապահ մարմինն է, որին որ ես հաղորդում կտամ, իրանք կզբաղվեն գործով։ Սա գործերից մեկն է, եւ սրանով մենք ընթացք ենք տալու այս գործին։ Վաղը ես եթալու եմ, չգիտեմ, հակակոռուպցիոնը կլինի, թե ԱԱԾ-ն կլինի, այնտեղ հաղորդում կտամ, այս թղթերով թող իրենք զբաղվեն եւ անպայման ձեզ տեղյակ կպահեմ ընթացքը, թե ինչ է արվում, ինչ արդյունքի ենք հասել եւ արդյոք մեղավոր կա եւ պատժվում է թե ոչ։ Դա այդպես եւ հենց այստեղից այս շին հրապարակից սկսվեց իմ կոպիտ ասած սև օրերը ինձ ուղված քաղաքապետարանի կողմից լարվածություն եւ նման բաներ։ Այս էր ամենը, Հայր ջան, այն որ ձեզ ուզում էի այս մի գործը ներկայացնել, դուք ծանոթանայիք, բայց վերջում եւս մեկ անգամ հիշեցնեմ իմ շատ սիրելի ընդդիմադիր ճակերտավոր անձնավորություններին, սսկվեք, նստեք տեղներդ։ Ինձ մի համեմատեք ձեր հետ։ Ես ունեմ իմ սկզբունքները, իմ նվիրվածությունը, ես 8 տարի եղել եմ իմ վարչապետի կողքին եւ իմ թմի կողքին։ Այնպես չի, որ ես հիմա դավաճանել եմ, պարզապես ես այն եզակի երևի կուսակցականներից եմ, որ տեսնում եմ սխալ, տեսնում եմ թերություն, բարձրաձայնում եմ իհարկե առաջուց ներքին կարգով, եթե չի ստացվում, նոր արդեն հանրային կարգով։ Լավ եղեք, հաջողություն։